Բարի ոսելիքով եղբայրներ ջան, եղբայրներից հարց են տվել, եկեք ընթերցեմ հարցը եւ փորձենք պատասխանենք Աստծո շնորհքով։ Ուրեմն հարցը առաջի Պետրոսի նամակի 4 գլխի 18 համարն է։ Ես կընթերցեմ ուղղակի հատվածը։ Եվ եթե արդարը հազիվ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղավորը որտեղ կերևա։ Ընդհանուր համատեքստի մեջ 16 համարից եթե կարդամ, բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչե, այլ փառք տա Աստծուն այս մասին կամ սրա համար, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսե Աստծո տանիցը։ Բայց եթե առաջ մեզանից, ապա ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են, եւ եթե արդարը հազիվ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղավորը որտեղ կերևա։ Սրա համար Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով։ Որպեսզի մենք հարցին պատասխանենք, առաջի հերթին շատ կարևոր է, որ մենք ընդհանուր թղթի մասին տեղեկություն ունենանք։ Պետրոսի առաջին նամակը ուղղված է հալածանքի կամ չարչարանքի կամ Քրիստոսի անվան համար նեղության մեջ գտնվող քրիստոնյաներին եւ կոնկրետ գլխավոր թեման առավել այդ չարչարանքի եւ հալածանքի մեջ ինչպես փառավորել Աստծուն կամ ինչպես Քրիստոսի մտածելակերպ օգտագործել, ինչպես վարվել որպես քրիստոնյա կամ իրական Քրիստոսի հետևորդ, որպեսզի փառավորվի Աստված այդ չարչարանքով։ Առաջին հերթին կարևոր է, որ մենք այս ընդհանուր համատեքստը տեսնենք կամ կարողանանք որսանք ընդհանրապես, թե այս հատվածը ընդհանուր գլխավոր մտքի որ բաղադրիչն է։ Երևի դուք ծանոթ եք, չէ՞, puzzle-ը, որ մարդիկ օրինակ մի նկար վերցնում եւ տարբեր մասերի բաժանված puzzle ենք ասում, այդ puzzle-ը հավաքում են։ Մեզ շատ կարևոր է տեսնենք սա այդ puzzle-ի որ մասն է, որպեսզի ավելի տեսնենք որքանով է նպաստում գլխավոր միտքը հասկանալու։ Առաջի իսկ գլխի առաջի համարներում երրորդ համարից եթե ընթերցենք, առաքյալը զարգացնում է արդեն այս միտքը, որ ընդհանուր առմամբ Օրհնյալ է Աստված, որ մեզ փրկություն շնորհեց եւ հավատքի ձեռով զորությունով Աստծո պահպանված ենք այն գալիք ժառանգության համար, սակայն կոնկրետ այս մեր քրիստոնեական ընթացքի մեջ որոշակի առումով մենք անցնում ենք փորձառություն, այսինքն մեր կյանքը գալի փորձություններ Աստծո կողմից պատրաստված կամ Աստծո հսկողության տակ եղած, որոնք մեզ առավել սրբացման հաղորդ են անում կամ ավելի մեզ նմանեցնում են Քրիստոսի եւ տարբեր բաղադրիչներ օգտագործում, որոնք մեր հավատքը ավելի պատվական են անում։ Եկեք անդրադառնանք այս հատվածին եւ կոնկրետ տեսնենք մեր այս հատվածը ինչի հետ է կապված։ Տեսեք, առաջի գլուխը արդեն իսկ առաջի գլխի ողջունի խոսքից հետո անմիջապես առաքյալն անդրադառնում է այս հատվածին երրորդ համարից առաջի գլխի։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով, դեպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգությունը, որ երկնքումը պահված է ձեզ համար, որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու է հետին ժամանակով եւ անմիջապես անդրադառնում, որ նրանով կուրախանաք, այսինքն այդ փրկությունով, որ մեզ համար պահպանված է, որ անթառամ ժառանգություն է, որ նրանով կուրախանաք, այդ հույս ունենալով, որ այդ փրկության մեջ եք լինելու, որ նրանով կուրախանաք, թեև հիմա կոնկրետ հիմա երկրի վրա ձեր այս ընթացքի մեջ ինչպես որ հարկը պահանջում է կամ ինչպես որ կարիքը կա կամ ինչպես որ առավել ըստ առաքյալի Աստծո կամքը պահանջում է եւ ինչպես հարկը պահանջում է մի քիչ տրտմած եք կերպ փորձանքների մեջ մի քիչ տրտմած եք կերպ փորձանքների մեջ առավել եւս ամեն մի փորձություն որը մեր կյանքը գալի այն առաջ է բերում տրտմություն որովհետև այն խախտում է մեր առօրյան, այն մեր սովորական օրվա առօրյային հակառակը, այն հանգիստը, որ մենք ուզում ենք, այդ հանգստից մեզ կտրում է, այն փորձություն է։ Հիմա ամեն դեպքում պետք է հասկանանք ինչպես որ հարկն է պահանջում, որտեղ առաքյալի տարբեր թղթերի մեջ եւ Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալը անդրադառնում են, որ ում որ նախասահմանեց Աստված, դրանց էլ ում որ ընտրեց, դրանց էլ նախասահմանեց իր որդու պատկերի նմանակից լինելու եւ ամեն բան բարի գործակից է անում։
այսինքն չարչարանքները, դժվարությունները, որոնք մեր կյանք թույլ է տալի Աստված, այս ամենը մեզ առավել զորացնում են եւ մեր հավատքը, եւ մեր ապավինությունը եւ վստահությունն առ Աստված, եւ մեծացնում են մեր կախումը առ Աստված։ Հիմա սրա հետ առաքյալն օգտագործում է ինչպես որ հարկը պահանջում է, մի քիչ տրտմած եք, տարբեր կերպ, տարբեր տեսակի փորձություններից Եվ հետևից անմիջապես ասում է, որ ձեր հավատքի փորձառությունը ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկի, որ ձեր հավատքի փորձառությունը կամ փորձված ձեր հավատքը ավելի պատվական լինի, քան այն ոսկին, որ ժամանակավոր է, որ այսօր կա, վաղը կորելու է, երկինք չի մտնելու։ Այսինքն ամեն դեպքում առաքյալը սկսում է այսպիսի սկզբունքով, հենց արդեն իսկ առաջի ողջունից հետո առաքյալը խոսում է չարչարանքի մասին քրիստոնեական եւ նրա բուն թղթի նպատակը ինչպես քրիստոնյան Քրիստոսին նմանվելով չարչարանքների եւ հալածանքների մեջ կփառավորի Աստծուն։ Դամանիքը անդրադառնում է տարբեր կոմպոնենտների, ցույց է տալի, որ եթե չարչարվի որպես քրիստոնյա, ոչ թե որպես գող, որպես ստախոս կամ որպես չարագործ, այլ որպես քրիստոնյա, եթե այդ չարչարանքը քո վրա է գալիս Քրիստոսի անվան համար, այդ ժամանակ ուրախացի եւ այդ ժամանակ վարվի այնպես, ինչպես Քրիստոսը կվարվի։ Հիմա եկեք անդրադառնանք այս հատվածին, որպեսզի արդեն տեսնենք, թե ինչ է նշանակում այն բառերը, որ առաքյալն արտաբերում է 4-րդ գլխի, ինչպես մենք կարդացինք, եթե արդարը հազիվ է ապրում կամ հազիվ է պրծնում։ Եվ սա մեջբերում է 11-րդ առակաց գլխի 31 համարի։ Եվ այստեղ կարող է որ մենք տեսնենք ինչ ի նկատի ունի եւ Սողոմոնը եւ ինչի համար է Պետրոս առաքյալը այդ առակը մեջբերում այս կոնտեքստի մեջ։ Քրիստոնյայի Քրիստոսի անվան համար չարչարանքների կոնտեքստի մեջ։ Եկեք անդրադառնանք սրան։ Եվ ընդհանրապես արդեն երբ որ առաքյալը սկսում է զարգացնել, նաև առաջի գլխից եւ նաև երկրորդ գլխում, եթե տեսեք երկրորդ գլխում արդեն մենք կարդանք 12 համարից օրինակ ասում է ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Տեսակ արդեն այս գլխավոր միտքը արտահայտվեց։ Այսինքն տեսնելով ձեր բարի գործերը, եթե ձեր մասին բամբասում է, սա չարչարանքի հալածանքի կերպ է, որ աշխարհը հալածում է, որովհետև տեսեք առաքյալը մի քիչ դուք կարդալու եք, առաքյալը ասում է, եթե Աստծո հոգին ձեր վրա հանգչած է, այն նրանց կողմից, աշխարհի կողմից այդ հոգին հայհոյվում է, ծաղրվում է, չարչարանքի է ենթարկվում, աշխարհը չի սիրում այդ հոգին, աշխարհը չի սիրում արդարություն, աշխարհը սիրում է որ մարդը իր նման վարվի, ես սուտ խոսացի, դու իմ հետ սուտ խոսա, համաձայնվի իմ սուտի հետ, աշխարհը չի սիրում երբ որ դու նրա նման չես վարվում։ Հիմա այս պարագայում առաքյալը ասում է ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, բարի միշտ նշանակում է Աստծո կամքի համաձայն, այն կոչումի համաձայն, սրբության համաձայն, որի մեջ Աստված ձեզ կանչել է Քրիստոսին նմանվելով։ Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը, որ Տերը նրանց կայցելի, փառավորվի Աստված, հասկանալով որ դուք վարվում եք ինչպես Տերը։ Տեսեք, Արդ հնազանդ եք ամեն մարդկային կարգի Տիրոջ համար, թե թագավորի ինչպես թե մի վերնագույնի, թե կուսակալերի ինչպես նրանց ուղարկվածների չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու եւ բոլոր կոմպոնենտերին անդրադառնում է։ Հնազանդությունը, ձեր հեզությունը բոլորին լինի, որպեսզի կարողանաք ամեն ձեզ պատասխան կամ ձեզ հարցնողին ճիշտ պատասխանը տաք։ Այսինքն բոլոր պարագաներում ամենի պատվեցեք, եղբայրասիրությունը սիրեցեք, 17 համարը Աստվածանից վախեցեք, թագավորին պատվեցեք։ Այս բոլորը այն բաղադրիչներն են, որոնք մեզ օգնում են, որպիսի չարչարանքների մեջ անցնենք որպես քրիստոնյա եւ փառավորվի Աստված։ Հիմա արդեն 4-րդ գլխում, եկեք անդրադառնանք մեր հատվածը։ Եվ նաեւ 3-րդ գլխում կա որոշ սկզբունք։ 3-րդ գլխում 12 համարում առաքյալը կարևոր սկզբունք ասում, որից էլ զարգացնում է մեր միտքը 4-րդ գլխի։ Ասում է, որովհետև Տիրոջ աչքերը արդարների վրա են եւ նրա ականջները դեպի նրանց աղոթքը։ Տիրոջ երեսը չարագործների վրա է։ Տեսակ հակաթեզիսը։ Տերը ուշադիր է իր զավակներին եւ արդարների վրա է նրա աչքերը եւ նրա ականջները եւ տեսնում է եւ լսում է արդարների աղոթքը եւ նրանց կյանքը եւ անմիջապես ասում է Տիրոջ երեսը չարագործների վրա եւ հակառակ է չարագործների վրա։ Եվ ով է նա, որ չարչարի ձեզ, տեսեք չարչարանքն է գլխավոր բուն նպատակը, ով է նա, որ չարչարի ձեզ, եթե դուք բարիին հետևող լինեք։ Այսինքն, եթե դուք իրականում օրենքի համաձայն եք վարվում եք բարոյական արժեքների, այսինքն դուք որևէ մեկ մեղք չեք գործում, որևէ մեկ չարություն չեք գործում, ասում ով է նա, որ ձեզ չարչարի, բայց եթե բարին գործելով էլ չարչարվեք, ուրախացեք,
Սա արդեն Աստծուց ձեզ համար պարգև եկեք անդրադառնանք, բայց եթե չարչարվեք էլ արդարության համար, երանելի եք։ Ինչի՞։ Երանելի եք, բայց նրանց երկյուղից մի վախենակ եւ մի շփոթվեք, այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ եւ երկյուղացությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ է, որտեվ երբ որ դուք այդպես չարչարվեք եւ համբերեք, նրանք կզարմանան եւ կարծեն ինչի դուք չեք բորբոքվում, ինչ դուք հակառակ պատասխանը չեք տալի։ Այդ ժամանակ դուք ձեր մեջ եղած հույսի մասին կարաք ուղակի պատմեք, որ ես քրիստոնյա եմ եւ ամեն բան հանձնում եմ Քրիստոսին։ Ես վրեժխնդիրը չեմ, վրեժխնդիրը Աստված է։ Ես միայն քո համար կաղոթեմ եւ քո համար օրհնություն կխնդրեմ։ Եթե պիտի պատժվես ոչ թե ինձանից, այլ Աստծուց կպատժվես։ Քո վարքյանը։ Հիմա այս պարագայում, այսինքն այս սկզբունքի մեջ պահելով առաքյալը անդրադառնում է եւ ամբողջացնում է եւ բարի խշմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախոսում են ձեզանից ինչպես չարագործների, ամոթով մնան նրանք, որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են, որովհետեւ ավելի լավ է թե Աստծո կամքը սա է կամենում բարի գործով չարչարվել, քան թե չար գործերով։ Եվ անմիջապես մեր հատվածում տեսեք հենց 4-րդ գլխի առաջի համարից առաքյալն ասում է արդ Քրիստոս, որ մարմնով մեզ համար չարչարվեցավ, մեր ուշադրությունն ուղղում է Քրիստոսի վրա, այսինքն Քրիստոսա վայել կյանքի, արդ Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեցավ, դուք էլ նույն մտքով զինվորվեցեք։ Քրիստոսը մեզ համար մարմնով չարչարվեցավ։ Ում կողմից չարչարվեցավ։ Արդարների, ոչ, անարդար տեղը չարչարվեցավ, սուտ վկայության համար չարչարվեցավ, եւ ասում է դուք էլ նույն մտքով զինվորվեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց։ Այսինքն սա նշանակում է դուք սուրբ կյանք եք ապրում եւ ամեն դեպքում սա կարևոր սկզբունք է, առավել որ այն ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ սրբացման ընթացքը թույլ չի տալի, որ դուք մեղքի գերի լինեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց կամ ազատված է, եւ անմիջապես անում, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրեք մարմնում մնացած ժամանակը։ Եվ արդեն մեր հատվածի մեջ 16 համարում, որից արդեն կպատասխանենք ընդհանուր հատվածին, տեսեք ինքը ինչ միտք է զարգացնում։ Այս բոլոր ընդհանուր խմբի մեջ, երբ որ չարչարանքը որպես գլխավոր թեմա է վերցնում, եւ բոլոր բաղադրիչներին անդրադառնալով 16 համարում ինքը շեշտում է, բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվի, թող չամանչի, այլ փառք տա Աստծուն այս մասին, որտեղ եթե վերևը նայեք, ասում է, եթե նախատվեք Քրիստոսի անունի համար, երանելի եք 14 համարը, որտեղ փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեր վրա, նրանցից աշխարհից նա հայհոյվում է կամ ծաղրվում է եւ ձեզանից փառավորվում է այդ հոգին ա որ ձեր վրա եւ այդ պատճառով եք դուք չարչարվում Քրիստոսին նմանվելով կամ Քրիստոսի անուշ հոտը արձակելով սրա համար աշխարհը ձեզ հալածում եւ հայհոյում այդ հոգին որ ձեր վրա է աշխարհի կողմից հայհոյվում է եւ ծաղրվում է որտեղ դուք նրանց նման չեք վարվում հիմա սրանից հետո ասում է ձեզանից մեկը չչարչարվի ինչպես մարդասպան կամ գող կամ չարագործ կամ ինչ որ ուրիշ բանի խառնվող բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվի թող չամանչե այլ փառք տա Աստծուն այս մասին ուրեմն տեսեք գլխավոր նպատակը առաքյալ ներկայացնում որ մեր այս կյանքի ընթացքում գոյություն ունի Աստծո կողմից մեր կյանք եկած չարչարանք հասկանալով որ այս չարչարանքները մեր կյանքում ներգործում են հավատքի պատվականություն ներգործում են մեր կյանքում Քրիստոսի սրբացում Քրիստոսի սրբացման հաղորդինել եւ նմանեցնում են Քրիստոսին մտածելակերպով Աստծուց կախված լինելով եւ Աստծո կամքը փնտրելու առումով նմանեցնում են մեծ Քրիստոս այսինքն սա մի բան է որ հարկ է որ մեր կյանք գա ինչպես առաքյալը առաջի գլխում ասեց եթե հարկը պահանջում է որ այդպես չարչարվեք ուրեմն սրանից ելնելով առաքյալը զարգացնում է այս կարևոր միտքը որ չչարչարվեք ինչպես գող կամ այլ բանի խառնվող այլ ինչպես քրիստոնյա ասում է դուք երանելի եք եւ այդ հոգին ձեր վրա հանգչած եւ անմիջապես շեշտում է որովհետեւ տեսեք որովհետև ժամանակն է որ դատաստանը սկսե Աստծո տանիցը ինչ ի նկատի ունի առաքյալը քանի որ Աստված իր զավակների կյանք նաև իր զավակների կյանք թույլ է տալի որոշ չարչարանք որը որպես սիրող հոր խրատ է գալի մեր կյանք
Որպես սիրո հոր խրատ կա չարչարանք, հալածանք, դժվարություն եւ նեղություն, տրտմություն որոշակի ժամանակ Աստծո կողմից պատրաստված, որը մեզ հաղորդ անում եւ նմանեցնում է իր զավակին Քրիստոսին։ Այսինքն սա մեզ համար բարիք է, երանելի ենք, եթե այդ չարչարանքին հաղորդ ենք, որտեղ մենք հոր որդիներ ենք համարվում։ Նա, որ օտար է, հայրը նրան չի խրատում, Եբրայեցիս 12-րդ գլուխ։ Բայց եթե խրատվում եք, դա նշանակում է նա ձեզ ընդունում է որպես որդիներ, նմանեցնում է ձեզ իր որդու, որ իր սրբացմանը, իր բնությանը հաղորդ լինեք։ Հիմա սրանից հետո եկտ ասում է, բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվեք, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսե Աստծո տանիցը։ Այսինքն Աստված իր եկեղեցին, Քրիստոսի մարմինը նույնպես որոշակի առումով ենթարկում է չարչարանքի, բայց բարի խրատական մղումներով, նպատակով, որպիսի սրբացնի նրան։ Եվ այս ժամանակ ասում է, բայց եթե առաջ մեզանից, ապա ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են։ Ուրեմն տեսեք գլխավոր միտքը, որ նաև անմիջապես կանադառնանք 18 համարին, որ այդ հարցը տվել է եղբայրը։ Ուրեմն տեսեք, Առաքյալն ասում է կա մի չարչարանք, ընդհանրապես գոյություն ունի կյանքում չարչարանք, եւ երկու կոմպոնենտ կա չարչարանքի, որպես եկեղեցու վրա։ Եկեղեցու չարչարանք կարա գա Աստծո կողմից պատրաստված որոշ փորձություն, որը նմանեցնում է հավատացյալին, քրիստոնյային նմանեցնում է Քրիստոսի, եւ որոշակի առումով եկեղեցում կարա Աստված կիրառի պատիժ, որպիսի եկեղեցին հեռու պահի մեղքի վտանգից։ Ինչպես մենք տեսնում ենք, որոշակի առումով Առաքյալը խոսում է, որ շատերդ հիվանդ եք, որովհետև ճիշտ չեք վարում, այդ կոչումի համաձայն չեք վարում։ Այո, Քրիստոսի մեջ մանուկ եք, բայց ձեր սխալ վարքի պատճառով Աստծո պատիժն է գալիս ձեզ, եւ այդ պատիժը գալիս է, որպեսզի աշխարհի պատժի հետ հաղորդ չլինեք։ Աստված ձեզ պատժում է որպես հոր խրատ, որպեսզի դատապարտության պատժին չարժանանաք։ Հիմա այս մտքի հետ զուգահեռ Առաքյալը ցույց է տալի եւ ժամանակն է, որ Աստծո տնից սկսի պատիժը, այսինքն դատաստանը ի նկատի ունի որպես զավակներ եւ անմիջապես սա հրեական զուգահեռական է, որ հրեական գրականության մեջ օգտագործում է եւ ինչու՞ չէ նաեւ հունական գրականության մեջ տվյալ ժամանակատում շատ անգամ օգտագործվող։ Սա համեմատական է, սա արգումենտ է կոչվում, փոքրի մեծի կամ մեծից դեպի փոքր համեմատական արգումենտացիա է։ Ինչ է սա նշանակում։ Ցույց է տալի, որ եթե նույնիսկ Աստված թույլ է տալի իր որդուների կյանքում որոշակի չարչարանք, որը նույնիսկ իր որդիների համար տրտմություն է, ապա որքան ավելի է այն չարչարանքը, որը գալու է նրանց համար որպես դատապարտություն, որոնք չեն հնազանդվում ավետարանին, որոնք չեն փրկվել։ Այսինքն որքան առավել դատաստանի չարչարանքն է լինելու, հավիտենական պատիժը կրակե գեհենի լճում։ Տեսնում եք, այսինքն ինքը համեմատական անում, այսինքն եթե Աստված իր որդիների կյանք թույլ տալի որոշակի չարչարանք, բարի մղումով, որպեսզի հաղորդ անի իր որդու պատկերին, մեզ նմանեցնի Քրիստոսին, եւ այս չարչարանքն է, որ մեզ ազատում է մեղքի վարքից, մեղքի սովորություններից, որոշակի առումով, որոշ պատիժներ մեր կյանք եկած, որպես հորից, սիրող հորից, որպես խրատ։ Որքան առավել, եթե այս չարչարանքն է մեր կյանքում տրտմություն, որքան առավել մեծ է այն չարչարանքը, որը դատաստանի պատժի չարչարանքն է նրանց վրա, որոնք չեն հնազանդվում ավետարանին։ Եվ անմիջապես 18 համարում մեջբերում է Առակաց 11-րդ գլխի 31 համարը։ Եկեք ընթերցենք այդ հատվածը։ Տեսեք։ Ահա արդարը ստանում է երկրի վրա իր հատուցումը, ահա արդարը երկրի վրա ստանում է իր հատուցումը, ապա ուր մնաց, որ անզգամը եւ մեղավորը։ Ահա արդարը, այսինքն տեսեք նույն սկզբունքն է եւ Առաքյալը մեջբերում է այս այն, որտեվ մենք շատ անգամ ենք ասել, որ Պետրոս Առաքյալի, Պողոս Առաքյալի նրանց աստվածաբանության հիմքում ընկած է հին կտակարանը, աստվածահայտնությունը։ Պողոս Առաքյալը եւ Պետրոս Առաքյալը իրանց համար Աստվածաշունչ հանդիսանում է հին կտակարանը, նոր կտակարան դեռ չկար, այդ ժամանակ նոր գրվում էր։ Դրա համար նրանց աստվածաբանությունը հիմնված է հին կտակարանի, որը ամբողջացնում է եւ նոր կտակարանը եւ հին կտակարանը այդ ամբողջացնում են Աստծո կամ Աստծո ամբողջական հայտնությունը։ Դրա համար առաքյալները խոսում են այս սկզբունքից եւ Պետրոս Առաքյալն անդրադառնում է այս առակացին, ցույց տալու որ ահա արդարը ստանում է երկրի վրա իր հատուցումը, եթե արդարը սխալ է գործում, Աստծո կողմից հատուցում է գալի նրա կյանք, նրան ուղղելու, որպեսզի մյուս անգամ այդպես չգործի, բա ուր մնաց անզգամը եւ մեղավորը, բա ուր մնաց նա, որ չի հնազանդվում Աստծուն եւ նրա կյանքա գալու արդեն պատիժը, ոչ թե որպես խրատ, այլ որպես դատապարտություն։
Եվ այս մեջ վերում օգտագործում է առաքյալը։ Նորից եկեք վերադառնանք Պետրոս առաքյալի թուղթ։ Ուրեմն սրա համար առաքյալն ասում է, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսե Աստծո տանից, բայց եթե առաջ մեզանից, ինքը երկու զուգահեռական անում։ Այսինքն ասում է, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսե Աստծո տանից, այսինքն Աստծո որդիների կյանքից, եւ բայց եթե առաջ մեզանից, ապա ուր մնաց, ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին առնազանդ են, եւ եթե արդարը հազիվ է ապրում, սա ինքը կարծեք թե ավելի հաստատում է 5 կտակարանի Աստծո խոսքով, ցույց տալով, որ սա Աստված արդեն ասել է։ Եվ եթե արդարը հազիվ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղավորը որտեղ կերևա, որտեղ կլինի, եւ անմիջապես սրա համար, այս բանի համար, այս հասկացողությունը ունենալով, Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով, չարչարանքի մեջ վարվեք բարի գործերով, չարի փոխարեն չար մի հատուցանեք, թողեք Աստծո բարկության, դուք մի բարկության տեղի տվեք, դուք մի պատասխանեք բարկությունով, թողեք Աստծո բարկության, այսինքն հանձնեք բարեգործությունով ձեր հոգիները հավատարիմ Տիրոջը, որտեղ նա, ինչպես մենք կարդացինք հատվածի մեջ, նրա աչքերը արդարների վրա եւ նրա ականջները արդարների աղոթքի վրա են։ Ուրեմն տեսեք, այս սկզբունքի մեջ առաքյալն ինչա ցույց տալիս, համեմատական անում, ասում է, եթե Աստված իր սիրած որդիների կյանք թույլ է տալի չարչարանք, իհարկե բարի նպատակով, որպեսզի նմանեցնի Քրիստոսի, եւ այդ չարչարանքը իր զավակների կյանքում նույնպես անտանելի մի բան է կամ դժվար տանելի տրտմություն է, հապա որքան ավելի մեծ է այն չարչարանքը, որը գալու է նրանց վրա որպես դատապարտություն, որոնք աննազանդ են ավետարանին։ Եվ անմիջապես շեշտում է կարևոր մի սկզբունք. սիրելի որդիներ, սիրելի Աստծո զավակներ, կարծես նաև սա մղում է այս հորդորանքը։ Դուք ուրախացեք, որովհետև Աստված ձեր կյանքում բերելով որդու, որդիական կամ հայրական որդիների վրա եկած խրատի չարչարանքը, ձեզ հեռու է պահում այն չարչարանքից, որը գալու է աննազանդերի վրա որպես դատապարտություն։ Ուրախացեք, որ դուք այս տեսակի չարչարանքին եք հաղորդ, եւ այս տեսակի չարչարանքը ուղղակի ապացույցն է, որ դուք անհաղորդ եք դատապարտության չարչարանքին։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Սա է ամբողջ այս հատվածի սկզբունքը, որը ավելի սիլագիր եւ եզրահանգում է դառնում, որպեսզի հավատացյալը հասկանա եւ հասկանալով, ընկալելով այդ չարչարանքի բուն նպատակը, փառավորի Աստծուն այդ չարչարանքի կամ այդ դժվարության ընթացքում։ Տերը ձեզ օրհնի, Տերը տա մեզ իմաստություն, Տերը ամեն մեկից պատրաստի հոգևոր այնպիսի հասակ, որպեսզի ամեն մի չարչարանք առաջին հերթին լինի Աստծո կամքի համաձայն եւ չլինի մեր սխալից, չլինի մեր գողությունից, մեր ստախոսությունից, մեր չար բանի խառնվելուց, այլ Աստծո կողմից եւ Աստծո կողմից չարչարանքի հետ Աստված տա մեզ ամեն մեկից այդ զորությունը եւ իմաստությունը, որպեսզի այդ չարչարանքը հասնենք այնպես, որպեսզի Աստված փառավորվի։ Տերը օրհնի ձեզ իր փառքի համար։ Ամեն։